Ողջույն ձեզ։ Օրվա կարգացուցակով զինվորական հագեցած առօրյա ճիշտ նույն կերպ ինչպես 20 տարի առաջ։ Շատերն այո, հենց 2 տասնամյակ առաջ են ծառայել, զինվորական համազգեստ կրել, զենք բռնել։ Նրանցից մեկն էլ Դավիթ Աբովյանն է։ Գործարար եմ, տարբեր բիզնեսներ ունեմ, արհեստական բանականության տվյալների կենտրոններ են կառուցում, շինարարական ընկերություն ունեմ, էներգետիկայում եմ զբաղվում, տնկարան ունեմ, բույսերի դեկորատիվ բույսեր ենք աճեցնում, բայց մի փոքր կտրվելը կարծում եմ մարդու վրա լավ է ազդում։ 25 օր բացակայելը ես շատ լավ հասկանում եմ ցանկացած մարդու համար բարդ որոշում է ու բարդ քայլ է, բայց այդ քայլը չի կարելի ուղղակի անել, էլի գալուց է պետք է փորձել ինքդ քո վրա աշխատես։ Մենք ապրում ենք հարափոփող աշխարհում, որտեղ նորագույն տեխնոլոգիաներն ու արհեստական բանականությունը բոլորովին այլ մտածողություն են թելադրում, եւ ինքդ քեզ չկորցնելու միակ ճանապարհը շարունակական կրթությունն է, նաեւ բանակում։ Սա Դավիթը հասկացել է վարշական հավաքների առաջին իսկ օրը, երբ սպաների հրահանգիչների հետ շփումների արդյունքում բացահայտել է նոր բանակ եւ համոզվել, որ այն, ինչ ինքը գիտեր զինվորական գործի մասին, այլևս կիրառելիության առումով այնքան էլ արդիական չէ։ Շատ ուրախացել ենք, երիտասարդ սպաներ են մեզ դասավանդում, որ մեզանից տարիքով ավելի երիտասարդ են, շատ փորձառու ու այնքան հետաքրքիր են իրանք դասը բացատրում, այնքան ոգեշնչող է, որ տեսնում ես այդ երիտասարդը ինչպես է ինքը իր գործը սիրում, իր գործով ապրում, իր գործը փորձում քեզ ցույց տա, սովորեցնի մասնագետներ են, ովքեր որ ոչ թե ասում են, այսենց պետք է լինի ու վերջ, այլ ասում են, այսենց է, որովհետև։ Իբրև ծնող, որը շուտով իր իսկ որդուն պետք է կոչի սահմանադրական պարտքը ստանձնելու, սա բանակում իրականացված բարեփոխումները զինվորական ծառայության մտածողության արմատական փոփոխություններն անձամբ տեսնելու եւ գնահատելու բացառիկ հնարավորություն է համարում։ Մեծ տղաս 16-ա 2 տարուց բանակ է գալու ու բանը շատ հետաքրքիր է, շաբաթօրը դե թույլատրված է որ գան այցելության եկել էր։ Ամենալավ տարբերակը որ կարող ես անել, սեփական օրինակով ցույց տալ, որ ինչով պետք է հպարտանալ, ինչով պետք է ապրել, իսկ բանակը մեր հպարտությունն է իմ կարծիքով։